Մարալ Էլեջյանը եկել է, որ Հալեբ տանի մանկավարժական նոր հմտություններ։ Եկել է ու օդանավակայանում ճամպրուկները կապած իր աշակերտներին հանդիպել։ Լավորից չէ իհարկե, բայց համայնքը լքելը իբրև մանկավարժ սխալ է համարում։ Հալեբը դատարկելը ճիշտ չէ, որովհետև ունենք մեր կառույցները, ունենք մեր եկեղեցին, ունենք առասկային առաջնորդարանը, քաղուտը կա, պետք է պահպանել։ Սիրիայում հայերեն Այբն ու Բենը դեռ մանկապարտեզում են սովորում, ազգային երկու պարն էլ։ Հանրակրթական դպրոցում արդեն քերականությունն ու գրականությունն են կրոնի լեզու անվան տակ։ Հայաստանցի մասնագետների հետ փորձի փոխանակման կարիքը կար, ասում է վարժարանի տնօրենը։ Էթնոհոգեբանությունը, որ շատ կարևոր է սպիրկի աշակերտների համար, էթնոհոգեբանությունը, որ իմանան տնօրենները եւ առավել վերապատրաստել ուսուցիչներին։ Նյու Ջերսիում նոր սերունդը հայերեն խոսել չգիտի, ուր բնած գրել կարդալ։ Սովորում են շաբաթը մեկ օր, ամենօրյա հայկական դպրոց գնալը ամեն մեկի գրպանի բանը չէ։ Շատ դժվար է մեկ օրվա ընթացքում նախ առաջինը խոսել սովորեցնել, նոր արդեն Այբուբենին եւ գրելուն եւ հայոց պատմությանը, ազգային ծեսերը, տոները։ Մերձավոր Սփյուռքում Կրասնոդարի երկրամասում էլ հայերենը մեկօրյա դասընթացներով են սովորում։ Մասնագետների ու նոր մեթոդիկայի կարիք կա։ Ով ինչքան կարող է, որտեղից ինչ հայտայտում միացնում, դարձնում է մեզ համար ծրագիր։ Այս եւ մյուս մտահոգությունները հայ գաղութների ուսուցիչներն այսօր փոխանցեցին Սփյուռքի նախարարին։ Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացումն է։ Վարչապետի ներկայությունը վկայում է, որ Հայաստանը կարևորում է հայ համայնքների կրթական խնդիրները։ Իդեմս հայոց պետականության ունեք ուժ ու թիկունք, նախագահի ուղերձը փոխանցում է վարչապետը։ Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի եւ անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները։ Կրթության նախարարությունը արևմտահայերեն 3 դասագիրք է հրատարակել։ Մյուս խնդիրները կհստակեցնի քառօրյա խորհրդաժողովը հայրենիքի օգնությունն ապահովելու համար։ Աննա Բալյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։